Արի ավելի կոնկրետ հասկանանք, թե դասընթացը ինչ կտա ուսանողին եւ աշխատանքի ինչ հնարավորություններ կան մեր օրերում։ Շատ բարի։ Հարցիդ վերջից կամ ինչ աշխատանքի հնարավորություններ կան։ 22 թվականի մարտից սկսած համագործակցությունը աութսորսինգային ամերիկյան աութսորսինգային ընկերության հետ հետեւյալն է եղել մեզ համար գործընկերների համար կոմպետենտ կադրեր ստանալը, որտեղ 22 թվականի մարտին մի ձեռքից մատների վրա կարելի էր հաշվել կոմպետենտ մասնագետների, ովքեր տիրապետում էին այս մասնագիտությանը։ Եվ այս տեսանկյունից այս 4 տարիների ընթացքում արդարացված է այս դասընթացը, որտեղ արդեն բավականաչափ լավ մասնագետներ կան ի տարբերություն 22 թվականի։ Որպես այդպիսին աշխատանքի հնարավորությունը, ինչպես ցանկացած այլ մասնագիտության մեջ երկու տեսակ են՝ in-house տարբերակով եւ freelance տարբերակով։ In-house-ը դա գրասենյակային տարբերակն է մեր լեզվով ասած, Հայաստանում կան աութսորսինգային ընկերություններ, որոնք վարում են ամերիկյան բիզնեսների հաշվապահություն, այսինքն սովորել մասնագիտությունը եւ փնտրել աշխատանք in-house տարբերակով։ Եվ երկրորդը freelance տարբերակը, մարդիկ հաստատ լսած կլինեն Upwork-ի մասին, freelance, TopTal, Fiverr, LinkedIn, այսինքն սրանք հարթակներ են, օրինակ եթե համեմատություն տանեմ սոցիալական ցանցի հետ, օրինակ Facebook-ի հետ, ոնց է մարդը գրանցում է իր անունազգանունով եւ շփումը, պահումը ֆիզիկական անձանց հետ, իր ընկերների հետ, ծանոթների հետ եւ այլն։ Այս հարթակները կապ են հաստատում ներողություն իրավաբանական անձանց հետ։ Այսինքն մարդը իրան ներկայացնում արդեն որպես աշխատող, որպես մասնագետ, որը փնտրում է աշխատանք, մյուս կողմից էլ գրանցվում են այդ նույն հարթակում գործատուներ, որոնք փնտրում են աշխատող, մասնագետ, եւ իրանք իրար գտնելով կապ են հաստատում եւ աշխատում են հեռահար ֆրիլանս տարբերակով։ Մարդիկ remote-ին էլ կարող է հղում կատարեն, գրեթե նույն բանն է, remote կամ freelance։ Այսինքն նույն հարթակների միջոցով է կատարվում աշխատանքը։ Եթե աշխատանքը մարդը փնտրում է մեզ մոտ կամ գործընկերների մոտ, հստակ է ընթացակարգը։ Դասընթացից հետո ավարտական քննություն, քննությունից հետո հարցազրույց, ինչպես յուրաքանչյուր այլ գրասենյակային աշխատանքի պարագայում է տեղի ունենում։ Դասընթացը ինչ է տալիս։ Դասընթացը 22 թվականի մարտի համեմատ ծրագրային իմաստով, բովանդակային իմաստով փոփոխություններ ա կրել։ 2022 թվականին, 23 թվականի առաջին կես սովորեցրել ենք միայն ծրագիր, կոնկրետ գործընկերոջ պահանջներին համապատասխան, բայց քանի որ ժամանակի ընթացքում մենք նկատեցինք, որ պահանջարկ չունեցող հղում եմ կատարում են առաջին հարցին, պահանջարկ չունեցող շուկայում առաջարկ ենք արել, այն առաջարկը, որը որ մենք եւ մեր գործընկերներն ենք մշակել, բայց ժամանակի ընթացքում նկատեցինք, որ ձևավորվում է այլ պահանջարկ, կոնկրետ ֆրիլանսի առումով ավելի մեծ հետաքրքրվածություն եւ այս տեսանկյունից արդեն ասելով, արդեն 2.5 տարի ավել սովորեցնում ենք ոչ թե միայն ծրագիր, այլ սովորեցնում ենք ամբողջ ամերիկյան հաշվապահությունը, accounting-ը, ինչը որ բավարար է ամերիկյան բիզնեսներում որպես հաշվապահ աշխատել։ Դրա մեջ եւ ծրագրերն են, եւ ստանդարտներն են, GAP-ի եւ IFRS-ի տարբերությունները եւ բնականաբար այն օրենքները, որոնք որ անհրաժեշտ են ամերիկյան հաշվապահությունը իրականացնելու համար, որտեղ կան նաեւ առանձին մասնագետներ CPA-ները կամ tax advisor-ները, որոնց մասով մենք առանձին ունենք հարկային սեմինարներ, բայց հիմա այս սեմինարներին չեմ ուզում անդրադառնում, այլ կոնկրետ դասընթացի եռամսյա կամ հնգամսյա տալիս է մարդուն լիարժեք գիտելիքներ ամերիկյան բիզնեսում որպես accountant աշխատելու կամ որպես bookkeeper աշխատելու համար։